Սայիդ Ավդալյանը երեք արևածագից մինչև մայրամուտ ծոմ է պահել, այսօրվա օրը ևս ըստ ընդունված ավանդույթի է պլանավորել, հարկավոր է նվերներով հարազատներին այցելել, սակայն մինչև այդ վաղ առավոտից սրբատեղի դարձած այս վայրում է։ Ծոմից հետո հինգշաբթի օրը ծոմը վերջանալուն պես տեղի ունենում Յայլա Ղադր, որը նշանակում է աղի բլիթի տոնակատարություն, արարողությունը, այդ հինգշաբթի երեկոյան եզդի երիտասարդները պատրաստում են աղի բլիթ եւ ակնկալում են երազում տեսնել իրենց երկրորդ կեսին, բուն տոնը խդնաբի դա տեղի ունենում ուրբաթ առավոտյան։ Երազանքներ իրականացնող հրեշտակին Խդր Նաբիին նվիրված տոնն առաջին անգամ թե ով եւ ինչպես է նշել, եզդիները ստույգ չգիտեն, ասում են անհիշելի ժամանակներից է։ Եզդիների սրբի նախատիպը պատմական կերպար է, Խդր Նաբիի հետ նաեւ մեկ այլ անուն է հիշատակվում՝ Խդր Այնազը, որը համարվում է սիրո բարեխոս։ Ամեն տարի փետրվարի 13-ից հետո ուրբաթ օրը ամենակարևոր կրոնական տոներից մեկն է։ Այս տարի ոչ թե տներում, ինչպես ընդունված էր, այլ Արմավիրի մարզում նորակառույց այս սրբատեղիում է նշվում։ Կառուցված է այնպես, ինչպես Հյուսիսային Իրաքում Լալշ կոչվող գլխավոր սրբատեղին է։ Անցյալ տարի օծված եզդիական եկեղեցին այսօր արդեն իր շուրջն է հավաքել մեր երկրում ապրող ու թվով ամենամեծ ազգային փոքրամասնությանը։ Այս սրբավայրը առիթ հանդիսացավ, որպեսզի Հայաստանի տարբեր շրջաններից եզդիները հավաքվեն այստեղ եւ մի համուր կերպով նշեն Խդր Նաբիի տոնը։ Սեղանների ամենակարևոր ուտեստն այսօր խաշլաման է, մնացածն արդեն յուրաքանչյուրն իր ճաշակով։ Երիտասարդները աղի բլիթն արդեն կերել են, մեծահասակները սեղանի շուրջ կենաց են խմում հայերի ու եզդիների բարեկամության համար։ Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահը հպարտանում է, չկա պատմության ընթացքում մի դրվագ, որ Հայաստանում եզդիներն ու հայերը հաշտ չապրեն։ Երկրում, որտեղ ազգային խտրականություն չի քարոզվում, 50-60 հազար բնակիչ ունեցող եզդիական համայնքը որոշ խնդիրներ այնուամենայնիվ ունի։ Կառավարման բարձր օղակներում ներկայացուցիչ ունենալու հարց կա։ Այս վերջում ամուսնության վերաբերյալ բավականին աղմկոտ հարց քննարկվեց, Ես ձեզ բոլորին հավաստիացնում եմ, մեր հանրապետության ղեկավարությանն էլ, բոլորին էլ հավաստիացնում եմ, որ այդ աղմուկը չէր լինի, եթե այդ ընտրական օրենսգրքի փոփոխության մասին հանձնաժողովում ազգային կոնկրետ եզդիների ներկայացուցիչ լինի, որտեղ եզդիներին չեմ շեշտում, որովհետև թվականակով եզդիները բոլորից թվականակով շատ են Հայաստանում։ Պետականություն չունեցող ազգի համար հայկական ամուր պետությունն այսօր պակաս կարևոր հարց չէ։ Արցախյան պատերազմին մասնակցած ու զոհեր տված ազգն այսօր ցանկանում է իր կյանքը շարունակել այս հողի վրա։ Յուրաքանչյուրս դա լինի հայ, եզդի, ասորի, ռուս, ինչ ազգի զավակ ուզում է լինի, թող այս հողի վրա վստահ գլուխը բարձր կանի մեր օրհնեգի եւ մեր դրոշի տակ։ Խդր Նաբիի բարեխոսությունը խնդրող եզդիները կենացներում չեն մոռանում միմյանց խաղաղություն մաղթել։ Խաղաղությունը այս դեպքում միայն պատերազմից զերծ մնալը չէ։ Երկուշաբթի օրվանից սկսած արարողություններից հետո Խդր Նաբիի տոնին բոլորը պետք է հաշտվեն։ Աննա Դավթյան, Վահե Հովսեփյան, Երկիրն այսօր, Արմավիրի մարզ։